Միշին կավեջ, թորքե ծարապար կապած։ Սա շրջափակված Արցախից 4 տարեկան Մհերի ահազանգն էր, ուղղված աշխարհին, իսկ աշխարհը լուռ էր։ Արցախը հայաթափվեց այս ահազանգից 1 ամիս անց։ Հայրենիքում ապրելու արցախահայության իրավունքը միջազգային քաղաքակիրթ հանրությունն ուղղակի անտեսեց։ Շատ շատերի պես Մհերն ընտանիքի հետ բռնի տեղահանվեց եւ հաստատվեց Հայաստանում։ Առավոտը երունքին школу, с кем-то в телефоне մի պատ հացոտում, այդ պապան կնկյանում, քշերայնում, մի պատ խաղում անում քոյնում։ Որքան էլ փորձում է այստեղ առօրյան հետաքրքիր դարձնել, չի ստացվում։ Բողոքում է արդեն 5 տարեկան Մհերը, Արցախն է կարոտում։ Տոնուսն կարոտում, խաղալիքներս, ընկերոջս, մենք հռայինք ընկերոցներ, մուկ տեսնում չենք։ Արցախցի ընկերներին հիմա ուշ է հանդիպում, բայց փոխարենը նոր ընկերներ ունի Հայաստանում։ Էդուարդ, Տիգրան, Վահե։ Առաջինը այս 3 անունն է մտաբերում, երբ նոր ընկերների մասին է պատմում։ Ինքը Արցախի բարբառով, ընկերները գրական հայերենով են խոսում։ Գրական կամ խոսում։ Բայց ո՞նց հասկանում ընկերուք։ Դե Հայաստանցի Ղարաբաղցի նույնն դա են սկանում։ Ստեփանագերտի իրենց տնից իր խաղալիքներից ոչինչ չի կարողացել բերել։ Ընդամենը մի քանի անհրաժեշտ իր։ Հիմա իր մտքում Արցախում թողած խաղալիքներն են, մշտապես։ Երբեմն անգամ պատկերացնում է, որ այդ խաղալիքներով հիմա ուրիշ երեխաներ են խաղում։ Ինչ շուն այլ Ստեփանակերտ, բայց Սամокат էլ այլ, ջիպ էլ այլ, վելոսипед էլ այլ, ստեղ է Սամокատոնին պրոստը մին է, ուզում գնամ Ստեփանակերտ։ Այդ ողբայրները թողալս դեղ։ Հալի մին 2 պենում բերալ Ստեփանակերտան, լող պեներուս թողամ Ստեփանակերտ։ Ամենաշատը Ստեփանակերտում մնացած իրենց շան մասին է մտածում։ Սոված է, նիհարել է, հաց տալիս են թե չէ։ Սրանք հարցեր են, որ 5 տարեկան Մհերի մտքից դուրս չեն գալիս։ Միլկան առաջինը կավամուծացածինի։ Կինանում Միլկանից վոտանան տսնահին չումանում, հետո կինանչել վայվես Ղարաբաղցիում, կավաթոքերս կիուրան, հաս չն տամ։ Շատ հեշտ է պատկերացնում Արցախ վերադարձի ճանապարհը։ Ինչպես 2023 թվականի սեպտեմբերի 24-ին, այնպես էլ մի օր նորից բացվելու է տուն դարձի ճանապարհը, ասում է Մհերը։ Նապեց նման ճանապարհը, 5 օրից ուզում միամ, կամ մի օրից, կամ 2 օրից, կամ 3 օրից, կամ 4 օրից։ Դրանից ինչ օզում։ Չէ, դեր շատ եմ կարոտում։ 5, 10, թե ավելի երկար օրեր կամ գուցե տարիներ հետո արցախցին տուն է վերադառնալու։ Դա երազանք է, որն իր մտքում պահում է Մհերը։ Պահում են բոլոր արցախցիները։